Եթե հանկարծ հոկտեմբերի 27-ի արձագանքները մենք մոռանանք, հոկտեմբերի 27-ի շոկը, հոկտեմբերի 27-ի հետևանքները մոռանանք, մենք գնալու ենք եւ 2026-ի խորհրդարանը 2026-ի հունիսի 7-ին ընտրվելիք խորհրդարանում ձայն տանք այն ուժերին, որոնք մինչև եղել են իշխանության եւ որոնք դարձյալ հավակնում են իշխանության, կամ մեկ ուժի, կամ բոլորին միասին, այստեղ որևէ տարբերություն չկա, որտեղ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու։ Մենք դարձյալ պետականության տակ դնելու ենք այն ականը, այս անգամ դանդաղ գործողականը, որը պայթեց հոկտեմբերի 27-ով, որովհետև դե ֆակտո այս ամեն ինչի ձեռագիրը այն ժամանակ էլ հիմա էլ նույն կետում է։ Դա կարծում եմ բոլորի համար այլևս ակնհայտ է։